Մերձավոր Արևելքում ընթացող թեժ պատերազմի ֆոնին հայաստանյան հանրությունը վերջին շաբաթներին ականատես է լինում իշխող ռեժիմի կողմից ըստ էության հանցավոր անադեկվատ վարվելակերպի, որովհետև Հայաստանի Հանրապետության շուրջ մարտահրավերները ավելանում են, բայց դրան զուգահեռ նրանք բավականին, այսպես ասած, անհոգ վարք են դրսևորում և երբեմն նաև շատ ցինիկ վերաբերմունք են ունենում այդ հանրության նկատմամբ, որին տարիներ առաջ խոսք էին տվել ծառայել։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ, բարև տիկին Նալչաջյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Տեսեք, ես նշեցի, որ այս ամենի ֆոնին իշխանությունները շատ, այսպես ասած, անհոգ վարք են դրսևորում և ինչով է դա ձեզ բացատրելի արդյոք, նրանք լիովին կտրվել են իրականությունից։ Գիտեք, ես այն կարծիքին չեմ, որ իրենք իրականությունից կտրված են, իրենք շատ լավ հասկանում են իրականությունը, ուղղակի իրենք իրենց գիծը առաջ են տանում, գիտեք, ստեղծում են այս իրենց վերջին ժամանակի այս ուրախ ավտոբուսային այդ բանում, ստեղծում են իմիտացիա, որ Հայաստանը հանգիստ ապրում է, Հայաստանը երջանիկ է և ինչ-որ իմաստով, գիտեք, Մերձավոր Արևելքում այս բռնկումները, պատերազմական, այս թեժ վիճակը, որ կա, նույնիսկ սրանք իմ կարծիքով դա ուզում են օգտագործել համադրելու համար, տեսեք ռումբերը պայթում են, մենք երջանիկ, այսպես, իմիտացիա են ստեղծում երջանկության և հույս ունեմ, որ ժողովուրդն է իրականությունից կտրված, մարդիկ հիշողությունը ուրեմն շատ կարճ է և չեն հիշում, որ դեռ վերջերս դեռ այդ վիշտը մարդկանց սրտերում է, որ մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, անասելի կորուստներ, հայրենիքի և այլն և այլն։ Գիտեք, հոգեբանության մեջ այսպիսի մի ուրեմն պաշտպանական մեխանիզմ կա, հոգեբանական, պաշտպանական մեխանիզմ, դա կոչվում է հակառակ ռեակցիա։ Այսպիսի մի արտահայտություն կա, չէ՞, շատ դիպուկ հայերեն գուցե դուք ինձ օգնեք ասել, делать хорошую мину при плохой игре։ Այսինքն ամեն ինչ շատ վատ է, բայց դու մի հատ կեցվածք ես ընդունում, մի հատ դեմքի արտահայտություն ես ընդունում, որ ամեն ինչ հրաշալի է, երջանիկ է, մարդիկ ամեն ինչ այնպես է, ինչպես դու երազում ես, ինչպես դու ուզում ես։ Հիմա իրենք այս վիճակի մեջ են, իրենց իմ կարծիքով հրահանգված է այս դրական էմոցիաները ցուցադրել, որ մարդիկ էլ գիտեք ինչ որ չափով կարող է պատահի գտնվեն այդպիսի մարդիկ, որ մտածեն, դե տեսեք մեր երկինքը մաքուր է, մեր վրա ռումբեր չեն ընկնում, իրենց ինչ որ իմաստով ձեռնտու է, բայց գիտեք ինչ, իրենք եթե ուզում են իրենց պահել այդպես շատ սովորական մարդու նման, սովորական կենցաղով ապրող մարդու նման, իրենք սխալվում են, արդեն այդ մեխանիզմները մարդկանց վրա ազդելու քարոզչական, այդ հայտնի մեխանիզմը, որ կա, մենք այնպիսին ենք, ինչպիսին դուք եք, արդեն չեն աշխատում, դրանք նպատակին չեն ծառայի, որովհետև իրենք հասցրել են 8 տարվա մեջ իրենց կերպարը լրիվ բացահայտել։ Հիմա քիչ կգտնվեն մարդիկ, քիչ, ես չգիտեմ, ուղղակի ինչ հոգեվիճակ պետք է ունենա մարդը, ինտելեկտուալ զարգացման, ինչ մակարդակ, բարոյական հասունացման, ինչ մակարդակ, որպեսզի հավատա սրանց խոստումներին, իսկ այսօր իմ կարծիքով մենք ամեն ինչ պետք է փորձենք հասկանալ նախընտրական տրամաբանության մեջ։ Ամեն ինչ արվում է նախընտրական տրամաբանության մեջ։ Տեսեք, մյուս կողմից մենք լսում ենք Ալիևի հայտարարությունները։ Գիտեք, Ալիևի հայտարարությունները շատ հետաքրքիր են։ Այն նայել է ուրեմն երջանկությունից, գետնից կտրված և մեկ ուրեմն խաղաղության մասին է խոսում, մեկ շատ բաց սպառնալիքների մասին է խոսում։ Օրինակ այդ վերջին իր բանը, ելույթը, որ ինքը այսպես խոսեց, ինքը ուղղակի մեզ խոստացավ, որ այս պահին, ասենք, եթե նույնիսկ խաղաղության նման ինչ-որ մի բան լինի, իսկ ով է ասել, որ կես տարի հետո, չէ, ինքը հենց այդպես էլ ասեց, չի լինելու։ Այսինքն, գիտեք, մեզ ծաղրում են, սրանք մեզ դարձրել են ծաղրի առարկա։ Ես մի բան էլ ասեմ, այդ իրենց այդ պահվածքի, այդ երջանիկ, այդ անհասկանալի ուտել խմելու այդ վիճակները, գիտեք ինչ, սա ծառայում է նվաստացմանը,
մեր բոլորի նվաստացմանը, որովհետև դա միայն մենք չենք տեսնում։ Իսկ եթե ասենք մեկ ուրիշ երկրի ներկայացուցիչ տեսնի, որ այս երկրի ղեկավարությունը սա է պահվածքով, եւ ժողովուրդը ոնց որ թե դիմանում է, ոնց որ ինչ որ լուրջ ընդվզումներ չկան, կմտածի, որ այս ազգը, ժողովուրդը այսպիսի մարդիկ են եւ մեզ վարկաբեկելու լավագույն ձև է սա, պատահական է, սա չեմ համարում։ Շատ լավ, դուք նշեցիք, որ իմիտացիա են փորձում ստեղծել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, մեր գլխին դեռ ռումբեր չեն պայթում։ Եվ ձեզ որն է նպատակադրումը։ Եվ արդյոք նրանք չեն հասկանում, որ չեն հաջողելու։ Իրենք իրենց վերջին ճիգերն են անում, իրենք ամեն ինչի ընդունակ են։ Գիտեք, երբ նայում եք, այնտեղ նաև ինչ-որ տարիքն առած մարդիկ կան եւ այլն, ինչպես պահվածքը նայում ես, հա, այդ թռվռալը, չգիտեմ, սրտիկներ եւ այլն։ Գիտեք, նույնիսկ խղճահարություն է առաջանում ինչ որ իմաստով, թե այս ինչ օրն են ընկել այս մարդիկ, այս ինչեր ունեն, հա, այս ինչ վախեր ունեն, որ ամեն ինչի ընդունակ են, այդպեսի անլուրջ թեթևամիտ ուրեմն պահվածքով են հանդես գալիս։ Գիտեք, ինչ պատահական չէ, որ համեմատելի են աղանդի հետ։ Իրենք այն մեխանիզմները, տեխնոլոգիաները, որոնք կիրառվեցին, այս աղետը մեր գլխին բերելու համար, այս հեղափոխություն կոչված դժբախտությունը, այդ մեխանիզմները հար եւ նման են աղանդների ուրեմն մեջ ներքաշման մեխանիզմներին։ Սրանք մարդկային հոգեբանական առանձնահատկությունների նուրբ հաշվի առնումով էս ամեն ինչը կատարվել եւ իրենք այո երբ մենք նայում ենք տեսնում ենք ինչ-որ երջանիկների մի հատ խմբակ է, բայց գիտեք ինչ է, այստեղ նաեւ ես մի բան եմ տեսնում, Նիկոլը երբ անցնում է այդ ավտոբուսի հետ բանով, հա, այդ միջանցքով եւ այսպես նայում է ով է սրտիկ անում, ով է թռվռում, ով ինչ է անում, մի տեսակ ես հասկանում եմ, որ ինքը նաև հսկողության տակ է պահում, հա, լավ թռվռում են, լավ ցույց են տալիս այդ սրտիկները, հա, այդ կրծելու այդ բանի այդ process-ները, նենց է ոնց որ պետք է, սա նվաստացում է ազգի համար, իրենց նպատակներից մեկը, տեսեք դուք նպատակի հարցնեք, չի առաջ քաշում, իրենց նպատակներից մեկը մեզ վարկաբեկելն է, մեր նաև ինքներս մեր առաջ, մեր ինքնագնահատականը իջեցնելը, սա հայտնի գունավոր հեղափոխությունների շատ հայտնի ուրեմն մեթոդ է, հա, մոտեցում է, այնպես անել, որ տվյալ հանրույթում խմբային ինքնագնահատականը իջնի։ Մարդիկ մտածեն, թե այս ով ենք մենք, այս ինչ ենք մենք, համեմատեն ուրիշ երկրների հետ, տեսեք մենք, եթե հեռու չգնանք, համեմատենք մեզ թեկուզ գիտեք նույն Ադրբեջանի, թեկուզ բանը Իրանի, որ այսպես Իրանի եւ ժողովրդի պահվածքը եւ իրենց ուրեմն առաջնորդների պահվածքը նայում ես լրջագույն պահվածք, շատ հաճախ հիացմունքի արժանի եւ մենք անկախ մեզնից այդ համեմատությունն անում ենք, համեմատությունը շատ կարևոր մեր առօժյայում անընդհատ արկա ուրեմն այդպեսի բան է երևույթ է համեմատել ուրիշի հետ դու ինչպիսին ես ուրիշն ինչպիսին է եւ մենք այս համեմատության մեջ այնպես ենք դժում որ ես տեսնում եմ որ մեր խմբային ինքնագնահատականը նաեւ այսպիսի բաներով ակնհայտորեն իջնում է դա այն է ինչ պետք է թշնամուն եւ ներքին թշնամուն եւ արտաքին թշնամի ասելով ճիշտն ասած ես այսպես իրենց մի ամբողջության մեջ եմ պատկերացնում որտեղ ըստ էության մենք արտաքին կառավարման թշնամական կառավարման տակ ենք շատ լավ հայաստանյան հասարակության որոշակի շրջանում կարծես թե արկա է այսպես ասած Ստոկհոլմյան սինդրոմ երբ զոհը սկսում է խղճալ դաղճին Մենք գիտենք նաև սիրել։ Այո, նաև սիրել։ Մենք գիտենք Ստոկհոլմյան кейսի պատմությունը, երբ որ մի խումբ հանցագործներ մտել էին բանկ, պատանդարել էին աշխատակիցներին, սովորական մարդկանց եւ հետագայում այնպես էր ստացվել, որ պատանդարվածները սկսել էին աջակցել հանցագործներին։ Եվ հետևելով իրենց ընտրազանգվածի դիտարկումներին Խեղճ Նիկոլը ինչ անի։ Այս նույն մոտեցումը մենք չենք տեսնում։ Գիտեք, ինչ դա շատ այսպես ուսումնասիրված, բացահայտված հոգեբանական երևույթ է։ Այդպես ավելի ընդունված է ավելի այսպես տարածված է Ստոկհոլմյան սինդրոմ ասել, իսկ եթե մենք ագրեսիայի հոգեբանությունն ենք նայում, սա շատ ուրեմն սա կոչվում է հոգեբանական նույնացում ագրեսորի հետ։
տեսեք, սա զոհին բնորոշ բան է։ Այսինքն մենք այսօր իսկապես զոհի վիճակում ենք։ Վիկտիմիզացիայի process-ից ինքս տարիներ շարունակ արդեն այդ մասին ասում եմ, որ մեր հասարակությանը վիկտիմիզացիայի են ենթարկում, այսինքն զոհի հոգեբանություն են ներարկում։ Իսկ եթե իրենց ինչ-որ չափով նույնիսկ հաջողվել է զոհի հոգեբանություն մեզ ներարկել, ուրեմն մենք այո այդպիսի պահվածքներ կունենանք։ Գիտեք, ագրեսորը, եթե դու զոհ ես, այդ մյուսը դահիճն է, ինքը հասել է իր ագրեսիվ նպատակներին, ուրեմն ինքը ընկալվում է որպես ուժեղ։ Եվ մարդու մեջ արդեն մանավանդ թուլացած մարդկանց մեջ կարող է այսպիսի մի մաղում առաջանալ, այ եթե ես ագրեսորի հետ համագործակցեմ, այ եթե ես համարեմ, որ ագրեսորը լավն է եւ իր կողքին լինեմ, ես ավելի պաշտպանված կլինեմ։ Այս թյուր, ինչ ասեմ, սխալ մոլորեցնող այդ ուրեմն հոգետրամաբանությունը դա բացահայտված է, ուսումնասիրված է։ Այնպես որ այո, այդ խեղճ Նիկոլն ինչ անի, չգիտեմ, արեցին, գցեցին գրպանը, ինքը լավն է, հիմն է, վատ, հազար ու մի բանի միջով։ Ինքը մեզնից մեկն է, տեսեք ինչ բան է անում, հա, այս մարդը խաղաղություն է ուզում։ Գիտեք, մենք այսօր այս նախընտրական, այո, կինն էլ թողեց գնաց, հա, երեխաները, կինը, այսինքն այս բոլորը խապկանք են ստեղծում, որպեսզի այդ կերպարը նորից դառնա ինչ-որ չափով ժողովրդի կողմից ընդունելի, նույնիսկ խճահարություն, նույնիսկ ասել, որ չէ, մենք պիտի թիկունքին կանգնենք եւ այլն, բայց ես նորից եմ կրկնում, մեր տառապանքը արդեն փորձ ունի եւ համենայն դեպս օրինակ իմ շփումները մարդկանց հետ, ընդ որում սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող մարդկանց հետ, գիտեք ինչ ցույց է տալիս, որ այս դրույքները արդեն չեն աշխատելու, 18 թիվը վաղուց անցել է, մարդիկ անցել են այդ ամեն ինչի միջով եւ շատ մի փոքր զանգված կարող է լինել, որ այսպես քարացած ճկունությունից դուրս ինչ որ մի հատ դիրքորոշում որտեղ գրել է եւ դա տանում է մինչեւ առաջ, բայց ավելի շատ ես տեսնում եմ զզվանք, ավելի շատ ես տեսնում եմ վախի մթնոլորտ, իրենք անընդհատ ծուղակներ են ստեղծելու։ Իրենք վախեցնելու են մի ձեռքով, տեսեք, այս քաղբանտարկյալները եւ այլն, որ կողմը նայում ես, ինչ ասեմ, ազգի երևելիները փակի տակ են հիմա։ Այն մարդիկ, ովքեր արտահայտվում են, իրենք անընդհատ հասկանում են, որ կարող է հաջորդը իրենք լինեն։ Եվ մի կողմից վախի մթնոլորտը, մի կողմից ես տեսնում եմ սիրաշահելու արդեն քայլերը, հա, նորից ուրեմն մենք անընդհատ սպասենք ծուղակների եւ հանկարծ չընկնենք ծուղակը, իսկ ամենամեծ ծուղակը, որի մեջ ինչ որ մարդիկ ինչ որ չափով ընկնում են, դա այդ խաղաղության ծուղակն է, կեղծ խաղաղության, ինչին մենք ուրեմն ուղղակի իրավունք չունենք հավատալու։ Մենք հիշենք, երբ սրանք եկան իշխանության, առաջին 2 տարին վատ չէր, չէ, խաղաղ էր։ Հավանաբար ըստ իրենց պայմանավորվածության, հետո այդ աղետը իրենք բերեցին, հա, թուրքերի հետ միասին մեր գլխին։ Հիմա ինչ է, Ալիևը մի քիչ ընդամենը պիտի համբերի, ինչ է եղել, այնտեղ 2 տարի սպասեց, այստեղ ուրեմն մի 2 ամիսնի չէ, որ չսպասի, բայց նաև Ալիևն էլ, գիտեք, ինքն էլ արդեն այնպեսի մի հատ վիճակում է, հա, այսպես ինքնասիրահարված, ինքնահավան վիճակում է, մենք հիշենք, երբ ուրեմն Իրանում այս պատերազմը սկսվեց, հարձակվեցին Իրանի վրա, ինքը այո, այսպես վեր թռավ, ինչ որ, հա, չգիտեմ, այդ Աբշերոնյանը ակլորի ինչ որ մի հատ կեցվածք ընդունեց, հետո երևի ավելի լուրջ մարդիկ իրեն ասեցին հանգստացի նստի եւ ինքը արդեն սկսեց մարդասիրական օգնության այդ քայլին դիմել։ Հիմա ինքը այնքան ինքնավստահ է Ալիևը, որ ինքը շատ բաց ասում է, տեսեք, կարող էր, չէ, չասել կես տարի հետո ես խոսք չեմ տալիս, թե ինչ կլինի, ձեր օդը ես առանց ձեզ հարցնելու օգտագործում եմ, այսինքն նվաստացում եւ այդ մարդը բաց իր պլանների մասին ասում է։ Տեսեք, ես կցանկանայի նաև խոսել ադրբեջանական կողմի վարվելակերպի մասին։ Ադրբեջանը այս պահին ցավոք սրտի այո հաղթել է մեզ, բայց ձեզ ինչու է նա շարունակում փորձեր անել մեզ նվաստացնել։ Չէ՞ որ հաղթող կողմը սովորաբար լինում է ավելի բարեսիրտ եւ մեծահոգի։ Ինչու է Ալիևը շարունակական այդ գիծը առաջ տանում։ Գիտեք ինչ, ես կհամաձայնեի այդ մտքի հետ, եթե այդ պատերազմը, որի մեջ մենք մտանք եւ դուրս եկանք, լիներ դասական իմաստով պատերազմ։
Սա դասական իմաստով պատերազմ չէր ու նաև դասական իմաստով հաղթանակ չէր, որովհետև այստեղ ուրեմն ավելի շատ խաբեությունը, նենգությունը, դավաճանությունը, թշնամու հետ համագործակցությունը, հիմնական կամ բանակը կառավարումից զրկելը, այս գործոններն ավելի շատ դեր խաղացին, քան թե, չգիտեմ, Քաջարի ադրբեջանական բանակը կանգնեց հայոց ուրեմն մեր մարտիկների, մեր զինվորների դեմ ու հաղթեց։ Սա այլ բան է։ Գիտեք, ինչ շատ հաճախ վերջերս ես տեսնում եմ մանավանդ արդեն այս իշխողների կողմից, այդ թվում նաև Նիկոլի կողմից, գիտեք, մեկ-մեկ ինչ-որ արտահայտություններ են վերցնում, առանց հասկանալու սկսում են այդ արտահայտությունները ուրեմն իրենք օգտագործել։ Մի մոմենտ մի պահ կար ուրեմն Փաշինյանը անդադ սոցիալական հոգեբանություն էր ասում եւ բոլոր կոնտեքստներում սխալ բաներ էր ասում։ Հիմա սրանք սկսել են խոսել հիբրիդային պատերազմ, չէ, եւ այլն։ Իրենք հենց նախ որքան ես տեսնում եմ էլի խորացած չեն, էլի չգիտեն թե դա ինչ է։ Իրենք հենց հիբրիդային պատերազմի գործիքներ են։ Հենց իրենք էին առաջին այդ հիբրիդային ուրեմն ազդեցությունը իրենց միջոցով գործվեց։ Իրենք այդ գործիքները իրենք են։ Հիմա երբ մենք տեսնում ենք, որ Ալիևը, գիտեք ինչ, եթե լիներ այդ հաղթանակը, այսպես հա երկու զորք կանգնել են իրար առաջ, ուժեղը հաղթել է, թույլը պարտվել է, հա սա նորմալ կլիներ եւ արդեն հաղթողը ավելի այսպես հանգիստ կլիներ, վստահ կլիներ։ Նախ Թուրքիա ախորժակը փաստորեն ուտելիս բացվել է։ Իրենց պրետենզիաները շատ են։ Իրենք ուղղակի ուզում են, որ մենք գոյություն չունենանք եւ շատ պարզ ասում են այդ մասին։ Այսինքն իրենք դեռ գործ ունեն անելու։ Իրենք դեռ շարունակում են եւ իրենց քարոզչությունը դեռ իրենց պետք է եւ իրենց գործողություններն ու զինվելն է իրենց պետք։ Այս հիբրիդային պատերազմի մթնոլորտում քարոզչությունը կանգնեցնել եւ այսպես իսկապես խաղաղ ինչ որ գոյակցության, թեկուզ մեկը հաղթած, մեկը պարտված, իրենք դեռ դրան պատրաստ չեն, իրենք շատ բան են ուզում։ Եվ իրենք այդ ուղղությամբ ամեն ինչ անում են, տեսեք, շարունակում է Ալիևը զինվել, չէ, այնպիսի դիվանագիտություն է վարում, որ մենք նայում ենք, տեսնում ենք բավականին այսպես խորամանկ դիվանագիտություն, մի փոքր վրիպում, բայց միանգամից շտկումներ է տեղի ունենում, մեզ նվաստացնելով նորից, որ այդ բռունցքը իջել է հայերի գլխին, չէ, այդպիսի ինչ որ մի հատ արտահայտություններ էր։ Այսինքն մեզ նվաստացնելը, մեր ազգային ինքնությունը թուլացնելը, մեզ բոլոր տեսակետներից այս կուկուրուզա այդ վիճակներով մեզ էլի նվաստացնելը ձեռնտու է թշնամուն եւ իրենք էլի ձեռք-ձեռքի տված իմ կարծիքով աշխատում են։ Սա այսպես անմեղ մի բան չի, որ ուրախ զվարթ Հայաստանի մի կետից մյուս կետն են գնում։ Նույնն էլ Ալիևին է վերաբերում։ Ուղղակի Ալիևը բավականին այսպես թափանցիկ է, հա, եթե առաջ ավելի այսպես թաքնված մտադրությունները չեն երևում, հիմա մտադրությունները ակնհայտ երևում են, համարում են, որ Հայաստանի հայերի երկը երկված է եւ իրենք բայց դեռ անելիք ունեն, դրա համար իմ կարծիքով շարունակում են։ Հետ պատերազմյան հասարակության մասով մի փոքր խոսենք։ Բնականաբար պատերազմից եւ այս աղետալի իրավիճակից հետո ըստ բոլոր երկրներում հասարակությունները ունենում են որոշակի անկման շրջափուլ հոգեբանական տեսանկյունից։ Ավելի դեպրեսիվ են դառնում, եւ որը պետք է լինի այն ճանապարհը կամ ճանապարհային քարտեզը, որը որ թույլ կտա ուղղել մեր մեջքը։ Իսկապես բաներ կան, որ այսպես ասեմ, հա, ոչ նորմալ իրավիճակում նորմալ են։ Բնականաբար այդպիսի աղետ տեսնելուց, այդքան արյուն տեսնելուց, այդքան կորուստներ տեսնելուց հետո տարօրինակ կլիներ, եթե մեր հասարակությունը երջանիկ վիճակում լիներ եւ հենց նաեւ սրանց այս երջանկությունը դրա համար է ոչ adekvat ու տարօրինակ, որովհետեւ ուրախանալու բան չունեն, այդ ինչի վրա են ուրախանում։ Հիմա մեր ժողովուրդն էլ չէր կարող ուրախ լինել։ Նորմալ է նաեւ որոշ ժամանակ այդ մելանխոլիայի մեջ խրվելը, հա, դեպրեսիվ այդ վիճակում լինելը հասկանալի է եւ նորմալ է։ Բայց տեսեք, մեզ անընդհատ ուզում են զոհի վիճակում պահել, անընդհատ մեր ինքնասիրությանը հարվածներ են հասցնում եւ դա իրենց ուրեմն պետք է, դա իրենց համար անհրաժեշտ է։ Հիմա ինչը կարող է փրկել։ Տեսեք, եթե թույն ուրեմն պետք է հակաթույն կիրառել է, թույնի նկատմամբ։ Իրենք մեր ինքնությունը թուլացնում են, մեր ինքնագնահատականը իջեցնում են, մեր պատմությունը ոչնչացնում են, մեր հերոսների կերպարները, մեր բոլոր նվաճումները, իսկ հայ ժողովուրդը քաղաքական նվաճումներ ունեցող ժողովուրդ է։ Տեսեք, զրոյացնում են ամեն ինչ։ Պետք է անել հակառակը։
պետք է այնպես անել, որ նորից մեր ինքնագնահատականը բարձրանա։ Ես չեմ ասում ոչ adekvat ձևով, մենք պիտի եւ մեր թույլ կողմերը տեսնենք եւ ուժեղ կողմերը տեսնենք։ Շեշտը դնել մեր ուժեղ կողմերի վրա։ Անընդհատ պարտվել ենք խաբեբայությանը։ Մենք եթե ավելի ազնիվ լիներ այդ պայքարը, թեկուզ ռազմական բախումը, մենք դեռ շատ մեծ հարցական է կպարտվեինք, թե չէինք պարտվի։ Եթե բանակ այդպես անկազմակերպ վիճակում չգտնվեր այդ պատերազմի տարիներին, հա, երբ մեր ժողովրդին չխաբեին, թե մենք հաղթում ենք, այնինչ մենք մեծագույն կորուստներ էինք կրում, այս ամեն ինչը մեր ինքնագնահատականն իջեցրել է։ Պետք է այնպիսի քայլեր անել, որ մենք մեր հայի հպարտությունը վերագտնենք adekvat ձևով, ռեալիստական ձևով։ Հիմա ոչ adekvat ձևով իջեցրել են մեր ինքնագնահատականը եւ այդ խայծը մենք կուլ ենք տալիս։ Մենք պիտի հիշենք այն մեր բոլոր առաքինի կողմերը, մեր ուժեղ կողմերը, որոնք իսկապես կան, եւ այդ շեշտը դնել ուժեղի վրա եւ մեր ինքնավստահությունը, ինքնահարգանքը մենք նորից վերագտնենք, չասենք, վայ, ես ինչ ժողովուրդ ենք, ես ինչ օրն ենք ընկել, այո, մեզ մտածված ձևով զոհի կարգավիճակի մեջ են դրել, բայց արդեն այնքան է այսպես կոկորտին հասել զզվանքը մարդկանց, արդեն վտանգի զգացողությունն էլ ունեն, որ մենք կարող ենք շտկվել, եթե ճիշտ ներարկումներ լինեն, ճիշտ հակաքարոզչություն լինի եւ մենք չկորցնենք մեր դեմքը, մենք չհամարենք, որ հայերը ինչ որ մի հատ նվաստ, ինչ որ զանգված են։ Աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմներ են այս օրերին, ռուսները պայքարում են, ուկրաինացիները պայքարում են, ցասպանվող պաղեստինցիները պայքարում են, իրանցիները պայքարում են, հրեաները պայքարում են, Միացյալ Նահանգները պայքարում են, ամեն մեկը իր շահի համար, ամեն հասարակություն ունենալով իր առաջնահերթությունները եւ ազգային շահերը։ Միայն մեզ են ասում, որ ադրբեջանական կողմը ինչ ասի, դուք պետք է ընդունեք եւ լռեք։ Եվ միայն մենք ենք, որ կարծես թե չենք դիմադրում, բոլորը դիմադրում են, բոլորը մեկը մյուսի դեմ պայքարում են, դիմադրում են իրենց շահերի համար, իսկ մենք չենք դիմադրում։ Գիտեք ինչ, եկեք արդար լինելու համար ասենք, որ մենք դիմադրության այսպես օջախներ եւ դիմադրության փուլեր ունեցանք։ Ընդ որում վատ չէր, այդ վերելքները, երբ որ մենք տեսանք այս տարբեր դիմադրության շարժում, մեր սրբազանի ուրեմն այդ սրբազան շարժումը, դրանք շատ ոգևորիչ էին, դրանք հույս էին ներշնչում, այն էր կատարվում, որ մենք ոնց որ շտկում ենք մեր մեջքը, բայց այսպես ասեմ, թշնամինն ենք ու դավադիր է, ինքը անընդհատ մեզ նոր հարվածներ է հասցնում, ուզում ես վեր կենալ ելի նոր հարված, չգիտեմ, կորուստների տեսքով, վիրավորանքների տեսքով, նվաստացումների տեսքով, դրա համար մենք հիմա թուլացել ենք, իսկապես մենք թուլացել ենք, բայց դեռ դա չի նշանակում, որ համապատասխան իրադրություն եթե լինի, գիտեք, անթեղված շատ մեծ դժգոհություն կա։ Վախի մթնոլորտը չպետք է գերակայող լինի, շատ շատերը ուղղակի վախի ձայն չեն հանում։ Շատ-շատերն էլ այսպես ոնց որ գլուխը մտցրել են ավազի մեջ, կարծես թե ինչ կատարվում է իրեն չի վերաբերվում։ Կա այդ մթնոլորտը, որը շատ ուրեմն ես վտանգավոր եմ համարում, բայց բոլոր դեպքերում մոտենում է ընտրությունները, լավ կլիներ, որ մենք չհասնեինք այս этаպին, արդեն մենք կարողացած լինեինք այլ ճանապարհներով այս հարցերը լուծած լինել, բայց մենք պիտի տեսնենք ունենք այն ինչ ունենք։ Ես չգիտեմ մինչև ընտրությունները այլ ինչ որ իրադարձություններ կլինեն, որպեսզի մենք ազատվենք, հնարավոր է որ լինեն նայելով տարածաշրջանի, հա, այդ ուրեմն որ եռում է, ինչ շահեր են բախվում եւ այլն, դե մեր իշխանությունները դեռ 18 թվից մենք արդեն տեսանք, ողջամիտ մարդիկ արդեն տեսնում էին, որ փաստորեն մեր պետության, մեր ժողովրդի շահերով չէ, որ առաջնորդվում են, թշնամու շահերով առաջնորդվողներ են սրանք, թշնամական իշխանության տակ ենք, բայց բոլոր դեպքերում ես չեմ կարծում եմ, որ հենց որ պատեհ առիթը ներկայանա, այդ պատեհ առիթը, ես չգիտեմ, մինչև ընտրությունները, գուցե ինչ-որ բաներ լինեն, հա, փոփոխություններ, որոնք մեզ էլ վերաբերեն եւ ինչ-որ մի բան այստեղ շարժվի, ընտրությունները կան եւ ժողովուրդը գոնե այս անգամ պիտի հասկանա, որ ինքնասպանության գնալ չի կարելի։ Այսպես, եթե մենք անտարբեր մնանք, գլուխ ավազի մեջ մցրած մնանք, եթե մեր ինքնագնահատականը այդքան իջած մնա, մենք ուղղակի կինքնասպանվենք։
Իսկ այդպես լինում են շատ ու շատ ժողովուրդներ, որ մենք նայում ենք պատմությունը, հնագույն պատմությունը, հզոր կայսրություններ, ազգեր, ուր են չկան։ Ես չեմ ուզում վատատես լինել, բայց բոլոր դեպքերում մենք եթե ուրեմն չկազմակերպվենք եւ լրջագույն պայքար չտանենք հանուն մեր գոյության, հանուն մեր ոչ միայն գոյության, այլև զարգացման եւ թռիչքների հաղթանակների, իսկ դրան ես հավատում եմ։ Գիտեք, երբ որ հասնում է դանակը ոսկորին է հասնում, որ ասում է վերջանում է երկու ճար, խենթերն են գտնում հնար։ Ես ուզում եմ, որ այս ընտրական այս process-ում, երբ մարդիկ գնան իրենց ընտրությունը կատարելու, իրենք ուղղակի անկեղծ ընտրություն անեն, որովհետև ես տեսնում եմ մարդկանց զզվանքը, զայրույթը, արհամարանքը այսօրվա իշխանությունների նկատմամբ, իսկ իրենք դրան արժանի են։ Իրենց իսկական ապրումները, իսկական զգացումները թող ուրեմն ընտրական այդ թերթիկը, երբ իրենց ձեռքին է, այդ պահին թող արտահայտեն։ Ես հավատում եմ բոլոր դեպքերում, որ մեր ժողովուրդը բոլոր դեպքերում իր կերպարը չի կորցնի։ Այդ հայ լինելու, գիտեք, հպարտություն, ազգային հպարտություն, հասկացություն գոյություն ունի։ Եվ մենք ունենք բոլոր հիմքերը այդ մեր ազգային հպարտությունը վերականգնելու ունենալու։ Մեր կերպարը սա չի, ես խեղճացած, այս զոհի, ագրեսորի հետ հոգեբանական նույնացում ապրող զոհի, որ ոչինչ թուրքերը գան թուրքերի հետ ապրել ենք եւ նետվում են, գիտեք, հատուկ քարոզչական գործողություններ են սրանք, նետվում են այդ բաները, որ դե ինչ է թուրքերի հետ վատ ենք ապրել, այո, շատ վատ ենք ապրել։ Այդպես չի, որ մենք չգիտեմ թուրքերի հետ այսպես բարեկամներ ենք եղել, անընդհատ էլ Թուրքի մտքին եղել է հային ոչնչացնել այդ նույն ադրբեջանցիների, կամ գիտեք, էլի շատ վտանգավոր եմ համարում, որ ասում են դե մեկա իրանք են անցնելու, իսկ ով ասաց, որ այդպես։ Գիտեք, եթե մենք այդպես մտածենք, շատերը էլի չեն գնա ընտրության, դե մեկ է, մեկ չի։ Եվ ով է ասել, որ իրենք հաղթելու են, իրենք իհարկե ամեն ինչ անելու են, որ հաղթեն, բայց ժողովրդի դիմադրությանը, ժողովրդի այդ ամբողջ այդ ուժին թափին ոչ մի իշխանություն չի դիմանում։ Օրինակ տեսեք Իրանի ժողովրդին, որ մենք նայում ենք, եթե Իրանի կառավարության եւ ժողովրդի միջև այդ միասնությունը չլիներ, Իրանը մի քանի օր էլ չէր դիմանա, թեկուզ անկած կլիներ, բայց տեսեք Իրանի ժողովուրդը ոնց ոտքի կանգնեց եւ իրենք եւ ընդհանրապես իմ կարծիքով անպարտելի են եւ հեռանկար ունեն այն պետությունները, այն ազգերը, որտեղ իշխանությունները եւ ժողովուրդը իրար հետ միաձուլված են, նույն նպատակներն ունեն, նույն արժեքներն ունեն։ Հիմա մենք լրիվ հակառակ վիճակում ենք։ Նայում ենք ովքեր են մեր երկրի իշխանավորները եւ ուղղակի ամաչում ես այդ կերպարներից։ Ոնց սրանք են քո երկիրը ղեկավարում, սրանք են քո սերունդների շատ ու շատ արժանավոր մեր ուրեմն ազգակիցների կյանքը ճակատագիր իրենք են որոշելու։ Սա ուղղակի անհանդուրժելի է եւ ես համոզված եմ, որ ինչ որ մի պահ լինելու է եւ այդ պահը կարող է հենց ընտրությունները լինեն, ինչու ոչ, որ մարդիկ գնան արժանապատվորեն իրենց ընտրությունը կատարեն եւ մենք վերջապես այս թրքահոտը, այս անհասկանալի այս կոնգլոմերատից մենք ի վերջո ազատվենք, ասած շնչենք մեր երկիրը կարողանա ճիշտ քաղաքականություն վարել։ Իսկ ով է ասել գուցե հենց այս խառը վիճակում, երբ ամբողջ աշխարհը խառնված է, եթե մենք ունենանք մեր շահերի հետևից գնացող ազգանպաստ պրոֆեսիոնալ, ազնիվ հայրենասեր մարդկանց իշխանություն, գուցե նաև այս ամեն ինչից մենք կարողանանք շատ ու շատ շահեկան վիճակում դուրս գալ։ Ես դա ոչ միայն չեմ բացառում, այլև շատ հնարավոր եմ համարում, բայց հոգեբանորեն մենք պիտի տոկուն լինենք, մենք պիտի ոտքի կանգնենք, մեր ինքնահարգանքը, ինքնավստահությունը, մեր կերպարի նկատմամբ մեր այդ վերաբերմունքը պիտի վերականգնենք եւ կարծում եմ, որ սա որոշիչ դեր կարող է այնուամենայնիվ խաղալ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես կացվեցի։ Իմ հյուրն էր հոգեբան Կարինե Նալչաջյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել Anti-Fake-ին, Donation Alerts, Patreon, Super Chat, դրամական փոխանցումներով, նաև կրիպտո արժույթով, քարտային հաշվեհամարներին փոխանցումներով եւ կհանդիպենք